իմ եղբայրս հասարակ մի գյուղացի էր։ Ինչ մեղքով է գտնվում իմի Ադրբեջանի ձեռքին։ Նիկոլ պատասխան տուր, ինչ մեղքով է գտնվում Ադրբեջանի ձեռքին, քո մեղքով է գտնվում։ Բլոկադայի օրերին գերեվարված Ռաշիդ Բեգլարյանի եղբայրն է Հայաստանի կառավարության դիմաց պահանջում ամեն գնով ազատ արձակել Բաքվի բանտում խոշտանգվող եղբորը։ Դուք մենակ հայ ժողովրդին եք ճնշում, մենակ հայ ժողովրդին եք նվաստացնում։ Այդ ինչ է արել անասնապահ Ռաշիդը, որ 15 տարով ազատազրկվել է Բաքվում, զարմանում են նրան ճանաչողները։ Ադրբեջանցիները պնդում են, թե Ռաշիդի մատը խառն է այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության մեջ։ Հայաստանում միջազգային ներկայացուցչությունների մոտ ամեն շաբաթ հավաքվող մարդկանց մի նախադասություն են ասում. ձեր ղեկավարը մեզ հետ չի ուզում գերիների մասին խոսել։ Ես այցելել եմ ՄԱԿ-ի գրասենյակ, մեր հանձնակատարը ՄԱԿ-ի գրասենյակ գիտեք ինչ էր ասում։ Ասում է, բայց ձեր ղեկավարը չի ուզում այդ հարցը մեր հետ քննարկի։ Իսկ թիվ 1 շահառուն այդ հարցի ինքն է։ Մենք կարող ենք պարտադրել, բայց այս շահառուն պետք է այդ հարցը բարձրացնի։ Ինձ ասում էր, որ ես կխնդրեմ Գուտերեշին, որ իր հետ հանդիպմանը այդ հարցը շոշափի։ Դուք պատկերացնում եք, մենք ուր ենք հասել։ Չնայած Բաքուն պնդում է, թե այս պահին ընդամենը 23 հայ գերի կա իրենց բանտերում, առնվազն 80 անհետ կորած հայերի մասին է գործ քննվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ծնողներից, ովքեր տեսանյութեր էին ցույց տալիս, թե ինչպես է ադրբեջանցի ասկյարը իր տղայի ձեռքերը կապած հրացան դեմը պահած կանում, եւ այդ մարդը մտածում է, որ իր տղան պիտի Բաքվի բանտում լինի։ Եթե Բաքվի բանտում չէ, նշանակում է Ադրբեջանը ռազմական հանցագործ է, պետք է ուրեմն ստանա միջազգային դատաստանի արժանանա Ադրբեջանը, որովհետև չի կարող ինքը մեր տղաների հետ վարվել ինչպես ուզում է, եւ այսօր նավթի շահը գերակա լինի մարդկային կյանքից, բոլոր կոնվենցիաներից, միջազգային բոլոր օրենքներից, չի կարող, պարզապես չի կարող այդպես լինել։ Դանակը ոսկորին է հասել, զայրանում են այստեղ հավաքվածները, ասում են ծայրահեղ քայլերի են պատրաստ միայն թե հայրենակիցները վերադառնան։ Բաշոտիկին էր ուղարկում, ուղարկի տեսնենք քանի տղայի հետ կտան։ Նիկոլ, դու ես այդ գերիներին հասնել, դու էլ պիտի վերադարձնես այդ գերիներին, դու ես Արցախը հասնել թուրքերին, դու էլ պիտի հետ վերադարձնես մեր մայր Հայաստանին, չես կարողանում, վրընդվի, տղավարի դուրս արի, ասա չեմ կարող, ժողովուրդ խաթվել եմ, դավաճան եմ, սրիկա եմ, բայց ժողովրդին մի տարի կործանման, չեք կարողանում վրընդվել գրատներդ քաշեք։ Կառավարության Բաքում հանգիստ 5 շաբթի չի լինի, մինչև հայ գերիներին Փաշինյանը չվերադարձնի, խոստանում են այս մարդիկ։ Զարմանում են, ինչպես են խաղաղության մասին խոսում, երբ ամեն օր հայ լինելու համար Բաքվում նվաստացնում են մեր գերիներին։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։